Շնորհակալություն, ես եւս ուզում եմ հիշեցնել նպատակները խաղաղության կամրջի եւ շեշտել բանակցող կողմեր չենք եւ այդ տրամաբանությամբ չենք աշխատում։ Մեր օրակարգը որոշում ենք մենք առանց երկու կողմերի կառավարությունների միջամտության եւ համատեղ ադրբեջանական մեր գործընկերների հետ ենք ձևավորում մեր օրակարգը եւ շատ կարճ ասեմ, որ քննարկում ենք հիմնական 3 բան, մեզ մտահոգող հարցերը, խոչընդոտները խաղաղության գործընթացի ճանապարհին, ինչպես նաեւ հնարավորությունները, որ չենք ուզում բաց թողնել։ Ես գիտեմ, որ հումանիտար հարցերի քննարկումը մեր հասարակության ուշադրության կենտրոնում է, ուստի ասեմ, որ շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել որպես երկու կողմեր այս հարցերի շուրջ, մենք մեր խնդիրներն ենք բարձրացրել իրենցը, մենք խոսել ենք գերիների եւ պահվող անձանց մասին, ոչ մեկ անգամ պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը եւ եւս հերթական անգամ կարող եմ ասել, շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել եւ պիտի այս հարցերը լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի առաջընթացը process-ի։ Բարձրացրել ենք նաև անհայտ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում։ Բնականաբար իրենք էլ իրենց հերթին բարձրացրել են իրենց ուզող հարցերը, ականների պայթյունի արդյունքում վնասված, զոհված անձանց հարցը նշվել է 432 թիվը եւ 3000-ից ավել անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը, իհարկե մենք խոսում ենք 90-ականների պատերազմի մասին, բայց ես ուզում եմ ասել, որ ամեն մեր այցից հետո մամուլի ասուլիսի ժամանակ մենք ասում ենք, որ այս հարցերը բարձրացրել ենք եւ երևի թե ձեզ մոտ տրամաբանական հարց կառաջանա եւ ուրեմն ինչ, ասենք բարձրացրել եք եւ ինչ։ Տեսեք, գաղտնիք չէ, որ երկու հասարակություններն էլ իրենց ընկալումները ունեն այս հարցի շուրջ։ Մի կողմի համար սա վրեժ խնդրության, միջազգային հումանիտար իրավունքի խախտման մասին է, մյուս կողմի համար սա շատ այսպես պարզ հանցագործություն եւ պատիժ տրամաբանության մեջ է։ Ինչ ենք անում մենք որպես նախաձեռնություն խաղաղության կամուրջ։ Մենք ուրեմն նախ եւ առաջ լսում ենք իրար։ Երբ որ դու լսում ես դիմացի կողմի խնդրի ընկալման նրբությունները, դրանից հետո շատ ավելի լավ ես կարողանում մոդելավորել լուծումները, որոնք իրատեսական պիտի լինեն։ Միևնույն ժամանակ մենք փորձում ենք որպես նախաձեռնություն հասկանալ ինչպես կարող ենք նպաստել երկու կողմերի վստահության ամրապնդման գործընթացին, որը կստեղծի մի միջավայր, որտեղ այս հարցերը շատ ավելի քիչ տոքսիկ կլինեն, հեշտ կլինեն լուծել, չեն քաղաքականացվի եւ չեն կիրառվի որպես ճնշման գործիքներ մեկը մյուսի վրա, Ես այստեղ կանգ կառնեմ, եթե հարցեր լինեն, սիրով։